Բագրատ Գալստանյանը ինքը իր կամոք մտել է քաղաքականություն եւ զբաղվում է քաղաքականությամբ եւ հետեւաբար այո շատ ձերբակալվել է Բագրատ Գալստանյանը որպես քաղաքական գործիչ, քան Բագրատ ուրեմն Գալստանյանը որպես հոգևորական եւ հետեւաբար կարծում եմ մարդիկ ովքեր որոշում են կայացրել ու մտել են քաղաքականություն, իրանք պետքա նաեւ դրա հետևանքների մասին մտածեն եւ նաեւ որոշակի բնականաբար զսպվածություն դրսևորեն իրենց գործողություններում եւ արտահայտություններում մեծ առումով իմ համար այս քաղաքական խմբերի կողմից սպասելի է նման գործողությունները, քանի որ պատմությունը ցավոք սրտի մեզ հիշեցնում է դառը նման փորձի մասին, հոկտեմբերի 27-ի մասին, երբ նորից այս խմբերը, խմբակները գտնվում են իշխանության գլխին եւ նրանք առնվազն թույլ տվեցին հոկտեմբերի 27, դեռ չենք խոսում նրանց մասնակցության, չմասնակցության մասին եւ վերջերս հոկտեմբերի 27-ի գործով անցնող նախկին թե ներկա դաշնակցականներից մեկը այսպես խոսում էր ժողովրդի ցասումի, թե վրեժխնդրության, այտենց ինչ որ բառապաշարներ էր օգտագործում եւ ենթատեքստում նորից ունենալով ուրեմն տերորը եւ ահաբեկչությունը